Դեմքեր հաղորդաշարն է ժամը եթերում, բարև ձեզ, այսօր իմ հյուրը Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի գլխավոր մասնագետ, գիտակրթական միջազգային կենտրոնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Նարինե Վարդանյանն է, ողջույն Նարինե։ Ողջույն Աննա ջան։ Այսօր ինչպես նախապես տեղեկացրել էի, մեր զրույցի թեման լինելու է գիտության զարգացման հեռանկարները եւ ֆինանսավորումը, ինչպես նաեւ ուղեղների արտահոսքին կանադառնանք։ Նարինե, վերջերս ազգային ժողովում քննարկվեց գիտության հարցը եւ բավական ակտիվ քննարկում ունեցավ։ Ըստ ձեզ ինչ տվեց դա մեզ, միայն հանրայնացում գիտության մասին, այսինքն PR, թե այլ ինչ որ բաներ ունեցանք, ռեալ արդյունքներ։ Աննա ջան, պետք է նշել, որ գիտության թերֆինանսավորման հարցը ոչ միայն այս տարի էր 2013-ին էր դարձել հանրության ուշադրության առարկան, այլ 2011-ից բուռն զարգացում էր ապրում գիտության ֆինանսավորման բարձրացման հարցը եւ տարբեր ատյաններում, տարբեր օղակներում խոսվում էր այդ մասին, մասնավորապես այդ հարցի հետ կապված իրենց մեծ ներդրումն ունեն երիտասարդ գիտնականները տարբեր ասպարեզներում աշխատող, որոնք համախմբվելով բարձրացեցին գիտության թերֆինանսավորման խնդիրը հանրապետությունում եւ պահանջում էինք, որ գիտության ֆինանսավորումը գոնե հասնի ՀՆԱ-ի 3%-ի, այնինչ Հայաստանի Հանրապետությունում այսօր 0.24% է ֆինանսավորվում, ինչը շատ քիչ է եւ քիչ է այն առումով, որ ոչ միայն երիտասարդները չեն կարողանում մնալ գիտության ասպարեզում, զբաղվել գիտությամբ, քանի որ բնականաբար պարզ է, որ ցածր աշխատավարձով չես կարողանա եւ գիտությամբ զբաղվել եւ ընտանիք պահել, ու քանի որ մեր երկրում մեր երկիրը սոցիալական երկիր է դարձել եւ շատ դժվար է գոյության հարցերը պահպանելու խնդիրը գոյության հարցերը պահպանելու խնդիրը կարգավորել, այո, շատերը դիմում են արտահոսքի։ Իսկ դրսում բնականաբար ուղեղներին ոչ միայն լավ են վերաբերում, այլ նաև տեղ են տալիս եւ տալիս են բարձր աշխատավարձ, ինչի արդյունքում իսկապես այսօր Հայաստանից շատերը արտագաղթում են եւ գիտության ոլորտից ձեր ասած ուղեղների արտահոսքն է տեղի ունենում։ Պարզապես այստեղ մեր խնդիրը հանրապետությունում ոչ թե գիտության ֆինանսավորման բարձրացումն է, միայն հենց այդ իմաստով, այլ նաև գիտական մշակույթի ձևավորումը, որովհետեւ իմ խորին համոզմամբ մեր հանրության մեջ գիտնականի համբավն է ընկել, գիտությամբ զբաղվող մարդու վարկանիշն է ընկել։ Պետք է կարողանալ հանրության մեջ գիտնականի համբավը բարձրացնել, որպեսզի հարգի լինի գիտությամբ զբաղվելը։ Այսօր դպրոցականներից 10-ից 9-ին փորձեք հարցնել, թե դու ինչով ես պատրաստվում զբաղվել ապագայում, բալիկս երբ մեծանաս, ես դες վստահեցնում եմ, որ 10-ից 9-ը կպատասխանեն, որ կամ ուզում են իրավաբան դառնալ, կամ տնտեսագետ, կամ բիզնեսով զբաղվել, այսինքն շահութաբեր ինչ-որ մասնագիտություններ են ընտրել։ Դա գալիս է նրանից, որ մեր հանրապետությունում գիտնականի համբավը նստեմացված է, եթե ես ավելի կոպիտ բառերով չասեմ։ Իսկ բացի ուղեղների արտահոսքից, ինչ ռիսկեր է պարունակում գիտնականների խնդիրը այսօր, այսինքն որ նրանց համբավն է նստեմացված, որ այսօր չունենք այն գիտությունը, որը կա աշխարհում, մեղմ ասած չունենք։ Ինչ խնդիրներ է առաջացնում գիտության թերֆինանսավորումը։ Ինչ ռիսկեր է նաև պարունակում, հետագայում ինչի կհանգեցնի այս վիճակը լճացած։ Բնականաբար լավ բանի չի կարող հանգեցնել, որովհետև ինչ-որ մի պահ սպառվելու է այդ գիտական պոտենցիալը, ինչքան կարող է երկիրը սովորեցնել, զարգացնել մարդու միտքը, տալ կրթություն եւ ուղարկել արտասահման աշխատելու։ Եվ ինչքան կարող է պետությունը ապրել դրսի գրանտների հաշվին, կամ ավելի ճիշտ գիտնականները որքան կարող են ապրել դրսի գրանտների հաշվին, մանավանդ եթե հաշվի առնենք, որ գաղտնիք չէ, բոլորիս էլ շատ լավ հայտնի է, որ այդ գրանտները իրականում մեր մտքերի վաճառքն է կոպեկներով։ Այսինքն մենք կատարում ենք աշխատանքներ դրսի համար, ստանում ենք դրա դիմաց գրոշներ եւ գաղափարներ ենք վաճառում արտասահմանին, որոնք նրանք զարգանում են։
Այո, նրանք զարգանում են, իսկ մենք պարզապես լուծում ենք մի փոր հացի խնդիր այսօր։ Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ է սիրում խոսել գիտելիքահենք կամ գիտելիքահեն տնտեսության մասին, այսինքն գիտնականների վրա է փորձում շեշտը դնել։ Դա ռեալ տեսանելի է, թե ոչ։ Վերջերս ընդունվեց բյուջե 2013-ը կա, ռեալ կետ այնտեղ, թե չէ այդ թեմայով։ Ցավոք պետք է նշեմ, որ այս պահի դրությամբ իմ սուբյեկտիվ կարծիքով կառավարության խոստումներն ու որոշումներն ու ցանկությունները միայն խոսքային մակարդակով են, իրականում կյանքի չի կոչվում որևէ լուրջ ծրագիր, որը հնարավորություն կտա Հայաստանում ստեղծել գիտելիքահեն տնտեսություն, որովհետև ֆինանսավորման այս պայմաններում գիտելիքահեն տնտեսություն հնարավոր չէ ստեղծել այս երկրում, իսկ որքան որ դուք գիտեք, գիտության մասով ֆինանսավորումը գրեթե չի ավելացել այս տարի, կարելի ասել չի ավելացել, ցավոք, միակ դրական տեղաշարժը որ կա 2012 թվականին Հանրապետության նախագահի կողմից 100 միլիոն դրամի հատկացումներ երիտասարդ գիտնականներին, հենց երիտասարդ գիտնականներին, որը իմ կարծիքով 2011-ին բարձրացած այդ աղմուկի պատասխանն էր պարզապես, բայց 2012-ի այդ ծրագիրը շուտով կավարտվի եւ հայտնի չէ 2013-ին նորից գումարներ կտրամադրվեն, թե չեն տրամադրվի։ Ուզում նշել, որ այդ ծրագիրը իսկապես ինչ որ առումով դրական էր, ինչ որ բան տեղից շարժեց, որովհետև երիտասարդ գիտնականների շրջանում աշխուժացում տեղի ունեցավ, մարդիկ ձգտում էին գտնել արտասահմանում գիտաժողովներ, մասնակցել այնտեղ գիտաժողովների, բանավոր զեկուցումներով հանդես գալ, իսկ դա բնականաբար գիտնականի աճին է նպաստում եւ այս ծրագրի շնորհիվ կարողանում էին ճանապարհած ծախսի խնդիրներն իրենց կարգավորել, ծրագիրը մի քանի ուղղությամբ էր իրականացվում եւ դեռ շարունակվում է իրականացնել գիտաժողովների կազմակերպումը ֆինանսավորվեց հանրապետությունում մի քանի ուղղություններով գիտաժողովներ կազմակերպվեցին ինչը նույնպես ես դրական եմ գնահատում որովհետեւ շատ լավ առիթ ու հնարավորություն էր երիտասարդների համար հանդես գալ զեկուցումով ճանաչել մեկը մյուսին տվյալ բնագավառում աշխատող գիտնականները կարողանում են կապեր ստեղծել իրենց գիտական ուսումնասիրությունները ներկայացնել եւ քննարկումների մասնակցել ինչը շատ կարևորում եմ գիտաժողովների մասնակցության եւ գործուղումների մասին արդեն խոսեցի մյուս կետը որ այդ ծրագրի շրջանակներում իրականացնում են այսօր կապված է երիտասարդ գիտնականների դրամաշնորհների հետ, գիտական աշխատանքների, պարգևների հետ, այսպես ասած, հայտերը ներկայացրել են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, բայց մրցույթի հանձնաժողովը կամ կազմկոմիտեն, ով որ պետք է որոշում կայացնի, դեռևս որոշումները կայացված չեն, այսպես ասած, հանրությանը դեռևս ներկայացված չեն, դա էլ է ինչ որտեղ դրական ըստ էության, որովհետև մի փոքր դրամական առումով կխրախուսվեն երիտասարդ գիտնականների աշխատանքները, երիտասարդ գիտնականը իրեն իր երկրում ինչ որ չափով գնահատված կարող է համարել։ Բայց կարծում եմ, որ այս մանր քայլերով գիտություն չզարգացնի, առավել եւս վարչապետի ասած գիտելիքահեն տնտեսությունը չստեղծի։ Գիտության զարգացման համար իսկապես պետք են լուրջ բարեփոխումներ եւ պետք են լուրջ ներդրումներ եւ երկարաժամկետ եւ երկարաժամկետ այո եւ եթե մենք մտածել ենք որ մենք պետք է գիտելիքահեն տնտեսություն ստեղծենք ուրեմն պետք է իսկապես շեշտը դնել գիտության վրա եւ գիտության զարգացման վրա Բարի, ես առաջարկում եմ դիտել մի տեսանյութ, որտեղ մենք առանձնացրել ենք գիտության ոլորտի վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչների եւ կառույցների գնահատականները, այդ թվում եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, այնտեղ կվերադառնանք տաղավար եւ կսրուցենք արդեն դրա շուրջ։ Համաձայն միջազգային հեղինակավոր հետազոտությունների որևէ երկրի զարգացման համար անհրաժեշտ է, որ գիտությանը հատկացվի համախառն ներքին արդյունքի 2-ից 3%-ը, մինչդեռ 1%-ն այն շեմն է, որն անհրաժեշտ է, որպեսզի երկիրը գոնե պահպանի իր առկա մակարդակը, իսկ դրանից ցածր ֆինանսավորում ունենալու դեպքում երկրին սպասում է հետընթաց։ Գիտությունը պետության ամենաարդյունավետ ռազմավարական ներդրումն է, որը թե կարճաժամկետ եւ թե երկարաժամկետ կտրվածքով հանգեցնում է մյուս բոլոր ճյուղերի առաջընթացին եւ
ներդաշնակ զարգացմանը։ Առաջարկում ենք գիտությանն ուղղված հատկացումները 2012 թվականի համար հասցնել բյուջեի 3%-ին, գիտնականների աշխատավարձը բարձրացնել 3 անգամ։ Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ գիտության համար նախատեսված ֆինանսավորումը համապատասխանի միջազգային չափանիշներին, որոնց համաձայն գիտության զարգացման համար հարկավոր է ՀՆԱ-ի մինչև 3%-ի չափով ֆինանսավորում։ Մինչդեռ մեր երկրում գիտության ֆինանսավորումը կազմում է չի կազմում անգամ ՀՆԱ-ի 0.25%-ը։ Գործնականում այսօր մենք շատ թույլ գիտություն ունենք, շատ թույլ մեր պոտենցիալի համեմատ։ Հիմա գիտական հիմնարկը լինի դա ակադեմիական ինստիտուտ, լինի բու, փող չի ստանում կառավարությունից։ Փողը ստանում է կոնկրետ մարդը, որը գալիս է գիտական հիմնարկ, ասում է թող թեմաս այստեղ կատարեմ։ Գիտական հիմնարկը լավագույն դեպքում կարող է ասել, այսքան վարձ արժի, քանի օրով ինչքան սենյակ է պետք։ Կոպտորեն ասած բուհերը կամ այսօր ակադեմիական հիմնարկները, այս լաբորատորիաները, այս տարածությունները գիտական, այս հնարավորությունները տրամադրում են նրանց վճարովի հիմունքներով։ Այսօր այս թեման հավաքվում է, խումբը, տվյալ ինստիտուտում աշխատում է, վաղը կարող է թեման հանձնեն, մի այլ թեմայի անցնեն։ Վերջապես այդ կարծրատիպերը վերանում են։ Վերանում է անհրաժեշտությունը, չգիտեմ, այլ ակադեմիկոսներ, ասենք հավերժ դոկտորներ, հավերժ տեխնացուներ, հավերժ բաժնի վարիչներ, տնօրեններ, սրանց անհրաժեշտությունը կտրուկ անկում է ապրում։ Միայն ձևական բյուրոկրատիկ առումով է բան լինում, անհրաժեշտ լինում։ Իհարկե ակադեմիկոս, թղթակից անդամ, սա հանրային ճանաչում է, սրանք կարող են մնալ, բայց իրենց հանրային ֆունկցիայի մեջ պահպանելով կարող են վճարվել, կվճարենք, բայց պահպանելով իրենց հանրային ֆունկցիան։ Եվ այս դեպքում մենք կստանանք իսկապես լրիվ մոդեռն կառավարման ձև։ Այնուամենայնիվ ռեֆորմանալ թե չէ, գիտությանը պետք է փոխ տալ։ Մենք անմիջապես գիտությանը կտանք հնային 1%-ին հավասար գումար, հետո աստիճանաբար 0.1%-ով կավելացնենք։ Մենք շատ կարճ ժամանակում, ընդամենը 5 տարում Հայաստանի տնտեսությունը կդարձնենք գիտատար եւ գիտելիքահեն։ Ավելի լավ է դու որպես փայլուն հեռանկարային ֆիզիկոս գնաս Չիկագո կամ Բոստոն ու դառնաս այդպիսի ֆիզիկոս, հետո իմ երկրին ավելի շատ օգուտ կարող ես տալ քո կապերով, հմտություններով, քո գրանտերով եւ այլն, քան մնաս այստեղ կրտսեր լաբորանտ, եթե ես աղբետությունը քո համար այսօր այս պահին ամբողջական շղթան քո առաջխաղացման չի կարող ապահովել։ Դիտեցինք տեսանյութը, որտեղ հստակ երևում էր, որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոչ է անում, գուցե մի քիչ կոպիտ է հնչում, բայց ուղեղների արտահոսքին նշում է, որ դրսում ինչ վատ է, թող գնանք սովորենք դրսում, հետո կվերադառնանք, այստեղ ինչ որ բանով երկրին օգուտ կտանք, դուք էլ լսեցիք, սա դուք չեք համարում անուղղակի կոչ երիտասարդներին այստեղից գնալու։ Ինձ թվում է այդ հարցը ճիշտ կլինի ուղղել Արմեն Աշոտյանին, ես ինձ իրավունք չեմ վերապահին իր փոխարեն պատասխանել, պարզապես կուզենայի նշել, որ ինչպես դուք ձեր խոսքում նշեցիք քիչ առաջ, Տիգրան Սարգսյանի գիտելիքահեն տնտեսությանը բացարձակապես հակասող կարծիք է, ուղեղների արտահոսքի այս կոչը, եթե այդպես ընդունենք, բայց ես կարծում եմ, որ Արմեն Աշոտյանի այս ելույթում մի կետ կա, որին չանդրադառնալ նաև չենք կարող, իսկապես եթե գիտնականն այսօր միջակություն չէ եւ համաշխարհային մակարդակով կարող է ընդունելի լինել, բնականաբար նա գերադասում է գնալ արտերկիր, կայանալ այնտեղ, զարգացնել գիտությունը, զարգանալ ինքը, կզարգանա ինքը եւս, եւ չգիտեմ թե հետ կգա արդյոք հետագայում Հայաստան թե ոչ, բնականաբար մեծ մասը հետ չեն գալիս եւ Արմեն Աշոտյանի այդ ողջունելի միտքը, որ կգնան այնտեղից կօգնեն, կարծում եմ այնքան էլ այդպես չի լինում։ Լինում են իհարկե եզակի դեպքեր, երբ չեն մոռանում հայրենիքն ու հայրենի գիտությունը եւ փորձում են ամեն կերպ աջակցել Հայաստանին, բայց հիմնականում գնացողը գնում է ընդմիշտ եւ փորձում է անգամ իր հարազատներին այստեղից տանել, ինչը խրախուսելի չէ եւ չպետք է լինի իմ համոզմամբ։ Թերևս նաեւ չմոռանանք, որ եթե նույնիսկ այդ լավ գիտնականը վերադառնա հայրենիք, մենք այստեղ չունենք այն բավարար տեխնիկան եւ միջոցները, որ կարողանան փորձեր ձեռնարկել հատկապես ճշգրիտ գիտությունների կամ տեխնիկական գիտությունների ներկայացուցիչներ, ովքեր պետք է փորձ անեն, կամ բնագիտական ուղղվածությամբ, ասենք բանասիրական կրթությամբ գուցե հնարավոր է, բայց ասենք բնագետը ինչպես պիտի այստեղ կարողանա նման հին պայմաններում, չգիտեմ,
Դուք նաև այդ ոլորտում եք, գուցե ինձնից ավելի լավ իմանաք պայմանների մասին։ Եթե մի քանի բառով ձևակերպեք, ինչ խնդիրներ ունեն այսօրվա մեր գիտնականները զուտ տեխնիկական փորձեր անելու, ինստիտուտներում աշխատանք կատարելու եւ այլնի հետ կապված։ Պետք է նշել, որ Գիտությունների ազգային ակադեմիան ունի 30-ից ավել գիտահետազոտական ինստիտուտներ եւ կենտրոններ եւ սրանցից յուրաքանչյուրում առկա խնդիրները մեկը մյուսից տարբերվում են, բայց նաեւ նման են իրար եւ ամենակարևոր ու ամենագլոբալ խնդիրը գիտության թերֆինանսավորումն է, որովհետեւ ոչ գրանտների հաշվին է հնարավոր գիտություն պահել եւ սարքեր գնել եւ ոչ էլ կիսատ-պրատ ֆինանսավորման կամ այսպես ինչ որ ծրագրերի հաշվին է հնարավոր գիտություն պահել։ Գիտությունն իսկապես լուրջ ֆինանսավորման եւ ներդրումների կարիք ունի։ Եվ բացի այդ ինստիտուտներից շատերում, այո, դուք ճիշտ նշեցիք, որ հնացած են եւ բարոյապես մաշված են սարքավորումները։ Իհարկե կան ինստիտուտներ, որոնք կարելի է ասել այսօր հանրապետությունում լավագույններից են, ինչպես օրինակ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը, բայց այս կենտրոնը կատարում է հետազոտական աշխատանքներ, ունի բազմաթիվ գրանտային ծրագրեր, որի շնորհիվ էլ կարողանում է վերջին սերնդի սարքավորումներ գնել եւ ձեռք բերել արտասահմանից։ Եվ այստեղ մեկ այլ խնդիր կա, այդ սարքավորումները սարքավորումների ներկրելիս վճարում են տուգանքներ բավականին մեծ։ Մենք անգամ չենք կարողացել հասնել նրան, որ գոնե այդ սարքավորումները ազատվեն մաքսային եւ հարկային որոշակի բեռից։ Դեռևս քննարկվում է այդ օրինագիծը եւ վստահ չեմ, որ մոտ ժամանակներում որևէ արդյունքի կարող է հանգել։ Խնդիրները նորից ու նորից կապված են ֆինանսավորման հետ։ Մենք ինչից էլ խոսենք, վերադառնալու ենք թերֆինանսավորման խնդրին։ Եվ բնականաբար ցածր աշխատավարձների խնդրին, սարքավորումների պակասի խնդրին, վերադառնալու ենք նորից օրենսդրական դաշտի անկատարությանը եւ նորից ու նորից, որ շատ կարեւորում եմ, գիտնականի հարկի ու համբավի խնդրին։ Այսօր ցավոք նորից եմ նշում, որ գիտնականի կոչումը անունը հանրապետությունում ինչ ասեմ, այո, շատ է ընկած։ Շնորհակալություն Նարինե, հիշեցնեմ, որ ժամը մի դեմքեր հաղորդման տաղավարում հյուրընկալել էինք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի ուսումնական մասի գլխավոր մասնագետ, գիտակրթական միջազգային կենտրոնի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Նարինե Վարդանյանին։ Կհանդիպենք մյուս թողարկմանը։